Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը հաշված ժամեր են մնացել։ Կանցկացվի Երևանում հայկական ազգային երաժշտական ակադեմիայի ջանքերով։ Ստեղծագործական անձնակազմը հաճելի խառնաշփոթի մեջ է։ Չնայած դժվարություններին, բոլորը խանդավառված են եւ ամենը նախատեսված ընթացքի մեջ է։ Նախապատրաստական աշխատանքները եռանդուն կերպով առաջ են գնում։ Մենք գրեթե պատրաստ ենք արդեն, այսօր ունենք մեր վերջին փորձը եւ կարծում եմ ստացվել է ինչ որ նախորդ պլանավորված էր, թե բեմի դիզայնի հետ կապված, թե երաժշտական համարների հետ կապված։ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կազմակերպած Խազեր մրցանակաբաշխությունն ունի 17 անվանակարգ։ Տաղանդավոր արտիստներ են նոմինացված։ Անվանումը պատահական չի ընտրվել, հայ միջնադարյան նոտագրությունն է, որը ժամանակին մեծ կոմիտասն է ուսումնասիրել։ Կազմակերպիչներն ասում են, որ այսպիսով փորձում են խազ թողնել հայկական երաժշտարվեստում, իսկ լավագույններին կորոշեն ակադեմիայի 300 անդամները։ Երաժշտական ակադեմիան փորձում է վերհանել բոլոր այն տաղանդավոր երաժիշտներին, որոնք ասպարեզից դուրս են մնացել, ստվերում են։ Մրցանակաբաշխությունը իր շուրջ հավաքել է ոլորտի այն բոլոր աշխատասեր արտիստներին, ովքեր որ տարվա ընթացքում աշխատում, բացի հանդիսատեսից չունեին գնահատական, այսինքն չունեին վերաբերմունք, չունեին մեծարման եւ նույն երգերը, նույն սիրված երգերը հարթակ, որտեղ կարելի էր նորից եւս մեկ անգամ ներկայացնել։ Մեծ հույս ունեմ, որ այս մրցանակաբաշխությունը կդառնա առիթ նաեւ ոգևորության ձև բոլոր երաժիշտների համար, բոլոր ստեղծագործող մարդկանց համար, որպեսզի իրենք արդեն ձգտեն նաեւ տարվա ընթացքում անել այնպիսի գործեր, որպեսզի հայտնվեն Խազեր մրցանակաբաշխության անվանակարգերում։ Ակադեմիայի կարևոր առաքելություններից է արտիստների համար դեպի միջազգային շուկաներ նոր ճանապարհներ բացելը, հնարավորություն տալով նրանց լավագույնս ներկայանալ միջազգային հանրությանը։ Մրցանակաբաշխության հաղթողների ձեռքին է լինելու քանդակագործ Նուրի հեղինակած արձանիկը, որը արևի ու պարի պատկերով է։ Քանդակագործն այն կոչել է խազապար։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։